Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ամենայն հայոց կաթողիկոսի նոր ընտրություններ կազմակերպելու նպատակով համակարգող խումբ ստեղծել։ Facebook-յան գրառմամբ նա նշել է համակարգող խմբի անդամ կարող են լինել թե աշխարհիկ մարդիկ, թե հոգևորականներ։ Կուսակրոն հոգևորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը, հայտարարել է Փաշինյանը։ Նա նաև առաջարկել է համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը վերցնել իր վրա։ Մեծի տան Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը խորը մտահոգություն է հայտնել Հայաստանում բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ իշխանության ներկայացուցիչների ստեղծած մթնոլորտի առնչությամբ։ Նա անընդունելի է համարել հարցերը նման ձևով բարձրացնելն ու քննարկելը, որոնք չեն բերում լուծումներ, այլ ներհասարակական լարվածություն են ստեղծում։ Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի քրեական գործը 4 տարի անց ավարտվել է։ Նա չի ազատազրկվի, հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Հիշեցնենք, փետրվարի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Վահե Միսակյանի վճռով Արմեն Չարչյանը դատապարտվեց 4 տարի ժամկետով ազատազրկման։ Սակայն հաշվի առնելով, որ նախկին падգամավորը 4 ամիս 15 օր գտնվել է անազատության մեջ, վերջնական պատիժ նշանակվեց 3 տարի 7 ամիս ժամկետը։ Պատիժը սակայն այդպես էլ չկիրառվեց, քանի որ դատարանը սահմանեց պայմանական ազատազրկում կիրառելով փորձաշրջան։ Եթե Ուկրաինայում հակամարտությունը դադարեցվի առաջնագծում առանց իրական խաղաղության շուրջ համաձայնության գալու, այս տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի, որը Ուկրաինան ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ միասին որոշ ժամանակ անց կփորձի վերադարձնել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Բաքուն կտրուկ է արձագանքել Մեդինսկին, հայտարարելով, թե Ղարաբաղը չի կարելի համեմատել Ուկրաինայի տարածքների հետ, քանի որ ըստ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի Ղարաբաղը երբեք չի եղել վիճելի տարածք։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Պենտագոնի և Պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթի դեմ Լոս Անջելեսում ազգային գվարդիայի զորքերի տեղակայելու համար։ Հայցում նշվում է, որ Թրամփը խախտել է դաշնային օրենքն ու սահմանադրությունը։ Նյուսոմը պահանջում է չեղարկել ազգային գվարդիայի զորքերի տեղակայումը նահանգում։ Դրանց տեղակայման մասին որոշում կայացվել էր ներգաղթյալների հետ կապված ռեյդերից հետո սկիզբ առած բողոքի ակցիաների ու անկարգությունների պատճառով։ Հաղորդվել է տասնյակ ձերբակալվածների մասին։ ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր Լոնդոնում կշարունակեն առևտրային բանակցությունները։ Reuters-ի հաղորդմամբ կողմերը կփորձեն առաջընթացի հասնել այնպիսի ապրանքների արտահանման վերահսկման հարցում, ինչպիսիք են հազվագյուտ մետաղները։ Երկու երկրների ներկայացուցիչները նախորդին արդեն քննարկում են անցկացրել Լոնդոնում։ Աշխարհի գրեթե բոլոր երկրներից ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի բարձրացումից հետո մայիսին Վաշինգտոնն ու Պեկինը համաձայնության էին եկել դրանք փոխադարձաբար նվազեցնելու մասին։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Չեռնոգորիայի հետ ընկերական խաղում ոչ ոքի արդյունք գրանցեց։ Հաջորդ հանդիպումը կանցկացվի սեպտեմբերին։ Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում Հայաստանը կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին։